Ապրիլի 21-ին անգլիական էկոնոմիստ ամսագիրը ապագա կարգավորման ծրագիրը հրապարակեց, որը ըստ ամսագրի բնականաբար պայմանավորությունն է ձեռք բերել Key West-ում։ Ես խնդրում եմ մեկ առ մեկ հերքեք կամ հաստատեք այդ հրապարակված ծրագրի 3 կետերը։ Առաջինը՝ հայերը վերադարձնում են ադրբեջանցիներին 7 շրջաններից 6-ը։ Այդպիսի բան կա թե չկա։ Գիտեք, եթե լուծումը Ղարաբաղի կարգավիճակի լինի այնպիսին, ինչպես որ մենք ցկտում ենք դրան, այո, այդպիսի բան կա։ Այո, այդ 6 տարածքները բացի Լաչինի շրջանից պայմանագիրը կամ խաղաղության այդ փաստաթուղթը ենթադրելու է, որ վերադարձվելու է։ Երկրորդը, Լաչինի շրջանը Ղարաբաղի հետ ստանում է Ղարաբաղի հետ միասին ստանում է ինքնակառավարման կարգավիճակ։ Ես անգլերեն բնականաբար ձեզնից շատ վատ գիտեմ, ասում եմ այստեղ self-governing status։ Ճիշտ է թե չէ։ Գիտեք, ես որովհետև սա իսկապես հարցի էությունն է, ես չեմ պատասխանի դրան։ Միայն ես կարող եմ ասել այն ինչ որ մի քիչ առաջ էլ ասացի։ Լաչինը եւ Ղարաբաղը գունենան նույն կարգավիճակը, ինչ որ գունենա Լաչինը նույն կարգավիճակը, ինչ որ Ղարաբաղը գունենա։ Իսկ թե Ղարաբաղը ինչպիսի կարգավիճակ կունենա, Վասիկ այստեղ գալիս է դիվանագիտության քաղաքնիության հարցը եւ ես այդ հարցին չէի պատասխանի։ Եվ երրորդ կետը, որպես փոխհատուցում ըստ էկոնոմիստի, Ադրբեջանը ստանում է միջազգայինորեն վերահսկվող internationally protected ճանապարհ դեպի Նախիջևան։ Մենք խոսեցինք դրա մասին արամ, իրոք եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծվում է այնպես, որ ինչպես մենք ենք ուզում, եւ իրոք այն փաթեթը վերջո ընդունելի է դառնում բոլոր կողմերի համար, մենք ասացինք, որ այո, խոսքը գնում է նաեւ ադրբեջանցիներին ինչ որ կապ տալու Նախիջևանի հետ։ Դա մենք չենք շղթում, դա սեղանի վրա է, բայց այս պահին դեռ վաղ է ասել, թե դա ինչպիսի ցև եւ խովանտագություն ստա։ Ինչ կլինի Զանգիլանի կարգավիճակը, դուք արդեն պատասխանեցի, գիտեք ինչքան էլ որ դա ցավոտ լինի, եթե այնտեղ բնակիչներ կան, եթե մենք ստանում ենք Ղարաբաղի մեզ համար ցանկալի կարգավիճակը, բոլոր օկուպացված տարածքները բացի Լաչինից պետք է վերադառնան։ Ափսոս, խափկանք էր դարից, ափսոս, խափկանք էր դա։